Ողջույն հարգելի գաղափարակից ընկերներ, ողջույն Երևանը և մարզերը ներկայացնող մեր թիմակիցներ, մեկնարկում է Մայր Հայաստան կուսակցության համաժողովը։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն է ստերին, վեր կաց կանգիր, ձեռքդ պարզիր, ու ասայո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի։ Հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք, հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են լինելու, որոնք կարևորագույն նշանակություն են ունենալու մեր երկրի համար։ Մայր Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այդ գործընթացում։ Մեր նպատակն իշխանափոխությունն է և հանրային լայն համախմբման միջոցով նոր ազգային իշխանության ձևավորումը։ Մեր քաղաքական ուժը, որպես շարժում, իր ստեղծման առաջին օրվանից եղել է պայքարի առաջնագծում։ Մենք այսօրվա իշխանությունների գաղափարական ընդդիմախոսն ենք։ Մեզ համար անընդունելի է քաղաքացիական պայմանագրի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Սպասվող ընտրությունները պետք է օգտագործել իրավիճակը փոխելու, մեր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Մայր Հայաստանը բոլոր հարթակներում կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ։ Մենք կանգնած ենք քաղաքացիների կողքին և պաշտպանում ենք նրա շահերը։ Պատահական չէ, որ օրինակ Երևան քաղաքում Մայր Հայաստան խմբակցությունը երևանցիների կողմից համարվում է թիվ 1-ը։ Դա այն ցույց տալիս 2 տարի անընդմեջ իրականացվող տարատեսակ սոցիոլոգիական հարցումները։ Դա շատ պարտավորեցնող է և մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներից Մայր Հայաստանի աշխատանքը գնահատելու համար։ Այժմ խոսքը փոխանցում եմ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։ Խնդրեմ, պարոն Սուքիասյան։ Մայր Հայաստանի համաժողովի հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր, Մայր Հայաստանի հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում ենք բոլորիդ 2026-ը հիրավի պատմական և շրջադարձային է լինելու Հայաստանի Հանրապետության ճակատագրի համար և ընտրական գործընթացներին ընդառաջ հրապարակային գործունեության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վերաբերյալ շատ օբյեկտիվ և շատ արդարացի կլինի նայել, թե յուրաքանչյուր ով ինչ ճանապարհ է անցել հաշվետու ժամանակահատվածում և ով ինչ այցեքարտով է մոտենում հանրությանը ընտրական գործընթացներին ընդառաջ։ 2023 թվականին, որ հիմնադրվելով որպես շարժում, Մայր Հայաստանը անմիջապես ներգրավեց ընտրական գործընթացների մեջ և քաղաքացու քվեն ստացավ Երևան քաղաքում և ըստ էության լուծեց այն նվազագույն խնդիրը, որ քաղաքացիական պայմանագիրը չստացավ իշխող մեծամասնության հնարավորություն և միայն խարդավանքների արդյունքում կարողացան զավթել քաղաքային իշխանությունը։ Բայց մենք մեր ձեռքերը վար չդրեցինք և մասնավորապես 2025 թվականը սկսելով տրանսպորտի թանկացման դեմ 3 ամիս մենք եղել ենք փողոցներում քաղաքացիների հետ բոյկոտ ենք կազմակերպել և ստացվել է և առաջին հերթին Մայր Հայաստանի կազմակերպած բոյկոտի արդյունքում է, որ այսօր հանրային տրանսպորտը չեն դարձրել 300 դրամ
եւ քաղաքացին թարս ապտակ է տվել քաղաքային իշխանություններին։ Մայր Հայաստանը 25 թվականին նաև երկու ընտրական գործընթացի է մասնակցել եւ Գյումրիում եւ Էջմիածնում եւ արձանագրել պատկառելի արդյունքներ։ Եվ ահա ընտրական գործընթացներով է, որ քաղաքական ուժը ցույց է տալիս իր կենսունակությունը։ Մենք ընտրություններից մի քանի ամիս առաջ չէ, որ հայտնվել ենք արենայում, ասենք եկել ենք հայրենիքը փրկենք։ Մենք քաղաքական գործընթացների մաս ենք կազմում առաջին հերթին ամենատարրական սոցիալական քաղաքացու էլեմենտար խնդիրների լուծման ճանապարհին մեր մանդատը իրականացնելով, մեր վճռական խոսքը հնչեցնելով եւ նաեւ քաղաքական գնահատական տալով երկրի ճակատագրի հետ կապված այս խայտառակ ու անամոթ քաղաքականությանը։ Այժմ գործընկերներս հանգամանալից կանրադառնան այլ դրվագներին, ուզում եմ մի հակիրճ մեջբերումով ամփոփել խոսքս։ Մեջբերման սկիզբը Չինովնիկը իրականությունից կտրվելու եւ լկտիանալու հակում ունի։ Չինովնիկի կաբինետում ամռանը միշտ զով է, իսկ ձմռանը միշտ տաք է։ Եվ եթե մի օր ես կդառնամ չինովնիկ, կկտրվեմ իրականությունից, կլկտիանամ, կոչ եմ անում քաղաքացիներին գալ իմ վզակոթից բռնել եւ դուրս վռնդել այդ կաբինետից եւ դա անելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ով է այս խոսքերի հեղինակը, ժողովուրդ։ Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Ուստի եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը։ Շնորհակալություն, պարոն Սուքասյան։ Հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը 2023-ին ձևավորվելուց հետո Դաշինքի եւ Համանուն կուսակցության ձևաչափերով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող համայնքային ընտրություններին Երևանում, Գյումրիում եւ Վաղարշապատում։ Երեքում էլ մենք դրական արդյունքներ ենք ապահովել։ Մայր Հայաստանը թե տեղական, թե համապետական մակարդակներում ունի իր առաջարկները։ Մեր թիմի անդամները մշտական կապի մեջ են մեզ ընտրած եւ նույնիսկ մեզ չընտրած քաղաքացիների հետ։ Մենք հետևողականորեն բարձրաձայնում ենք խնդիրների մասին, գնում դրանց լուծման հետևից եւ տալիս ենք առաջարկներ։ Օրվա իշխանությունների պարագայում այդ խնդիրները ոչ թե պակասում են, այլ հակառակը։ Դա է պատճառը, որ մենք ձգտում ենք քաղաքական փոփոխությունների եւ միասնական ջանքերով հասնելու ենք այդ փոփոխություններին։ Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ Փաշինյանական իշխանության վարկանիշը շատ ցածր մակարդակի վրա է։ Ընդդիմության խնդիրն այս պայմաններում միասնական օրակարգով, միմյանց չթիրախավորելու հանձնառությամբ եւ միասնական գործողություններով հանրային այդ պահանջը բավարարելն է։ Հարգելի գործընկերներ, այժմ խոսք ունի ասելու Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը։ Խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի թիմակիցներ, Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները գոյաբանական բնույթ ունեն։ Օրակարգում լինել չլինելու հարցն է։ Ներքին ու արտաքին խնդիրները միախառնված են եւ լուծումներ են պահանջում։ Ալիևը Հայաստանը դիտարկում է որպես արևմտյան Ադրբեջան, պարբերաբար կրկնում է այդ մասին, իսկ պաշտոնական Երևանը սպասարկում է Ալիևի ծրագիրը։ Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հիմնական մարտահրավերներից մեկն է։ Մեր ժողովրդին խաբում են, թե իբր խաղաղություն են բերել, բայց դա մեծագույն խաբկանք է։ Խաղաղությունը խոսքերով չի լինում, խաղաղությունը միակողմանի ու անվերջ զիջումներով չի լինում, խաղաղությունը մուրալով չի լինում, խաղաղությունը ինքնախաբեությամբ կամ ավելի ճիշտ ժողովրդին խաբելով չի լինում, հարգելի ժողովուրդ։ Մենք պետք է մեր հին եւ նորագույն պատմությունից դասեր քաղենք։ Երբ մեր ստեղծագործական թիմը նկարահանում էր Կեղծ խաղաղության գինը ֆիլմը, 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ ինձ մոտ դեժավյու էր։ Առաջվա պատկերները այսօրվա իրադարձություններն էին հիշեցնում։ Հիմա նույնը տեղի է ունենում մեր օրերում, էլի կեղծ պատրանքներ, կեղծ հույսեր, անմիաբանություն եւ կորուստներ։
բայց կա մի էական տարբերություն։ Եթե 100 տարի առաջ կար փորձի պակաս, ռոմանտիզմ, միամտություն, ապա հիմա ամեն ինչ գիտակցված է արվում։ Նիկոլ Փաշինյանը Արցախը գիտակցված եւ դավադրաբար հանձնելուց հետո անցել է Հայաստանին։ Եվ այդ ամենը հանուն աթոռի, հանուն շահի, հանուն սեփական կաշվի փրկության։ Հիմա Հայաստանը դրել են աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին։ Մեր երկիրը դարձրել են խոշորների բախման թաթերաբեմ ու հանելաջուրդի։ Հարգելի քաղաքացիներ, մեզ իրական ու երաշխավորված խաղաղություն է պետք, իսկ դա հնարավոր չէ ԿՊԱ-ական իշխանության պարագայում։ Մայր Հայաստանը ունի երաշխավորված խաղաղություն ապահովելու իր հստակ պատկերացումները, դրանք կյանքի կոչելու համար մեզ քաղաքական փոփոխություններ են պետք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններն այդ առումով ճակատագրական նշանակություն են ունենալու։ Մենք պետք է համախմբված լինենք, պարակտված հասարակությունը հարմար թիրախ է թշնամիների համար։ Մեզ անհրաժեշտ է միասնականություն, վճռականություն, սկզբունքայնություն, կամք։ Մենք այդ ամենն ունենք։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միանալ, որ փոխել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մալխասյան։ Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունների օրոք ապօրինությունները, մարդու իրավունքների խախտումները, հակաժողովրդավարական քայլերը բազմաթիվ են։ Ունենք քաղբանտարկյալներ։ Մայր Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնում Երևանի եւ Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյալներին։ Փաշազադեի հրահանգով հարձակման է ենթարկվել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մեր հարգարժան հոգևորականները բանտերում են։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ վեհափառ հայրապետին արգելել են լքել Հայաստանը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել։ Սա պատմական խայտառակություն է։ Մայր Հայաստանը դեմ է եկեղեցու հանդեպ իրականացվող այս հարձակումներին։ Եվ ես առաջարկում եմ, որպեսզի մենք ծափահարություններով մեր աջակցությունը հայտնենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Շնորհակալ եմ։ ԿՊԱ-ական ապօրինությունները չեն շրջանցել նաև Մայր Հայաստանին։ Երևանի ավականու մեր անդամներին նրանք զրկեցին մանդատներից, ինչը ընտրողի քվեի կեղծում էր եւ մանդատագողություն։ Այժմ ձայնը տրվում է Մայր Հայաստան կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ, Երևանի ավականու անդամի մանդատից ապօրինաբար զրկված Սոնա Աղեկյանին։ Իդեպ, մինչ Տիկին Աղեկյանի ելույթը նշեմ, որ մենք դատական կարգով վիճարկում ենք նրա դեմ իրականացված հակաիրավական քայլը։ Առաջին ատյանում մենք հաղթել ենք, բայց դատական քաշքշուկը դեռ շարունակվում է։ Մենք հետևողական ենք լինելու։ Խնդրեմ Տիկին Աղեկյան։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան։ Հարգելի հայրենակիցներ։ Խոսքս առաջին հերթին ուղղում եմ մեր մայրերին ու քույրերին։ Որպես հայկին հայտարարում եմ, որ այսօր մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված։ Կանայք իրենց ուսերին մեծ բեռ են կրում։ Եվ դրանով պայմանավորված մենք ունենք իրավունք պահանջելու, որ մեր պետությունը կատարի բոլոր պարտավորությունները, սկսած բանակային կյանքի արդյունավետ կազմակերպումից, մինչև սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Օրվա իշխանությունները ցույց են տվել, որ իրենք անկարող են եւ ունակ չեն հաղթահարելու մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները։ Ավելին, այս իշխանություններն իրենց քաղաքականությամբ խորացնում են մարտահրավերները եւ ստեղծում նոր խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է նոր առաջնորդություն, նոր իշխանություն, կառավարման նոր որակ եւ հասարակական հարաբերությունների կարգավորման նոր ձև։ Պառակտումը, ներքին թշնամանքը, օտարահաճո քաղաքականությունը, անորակ կառավարումը մեծ շռայլություն է Հայաստանի Հանրապետության համար։ Վերջին 8 տարիները ցույց տվեցին, թե ինչ ողբերգություն են բերում դավաճանությունը, ապիկարությունը, ազգային արժեքների ոտնահարումը, հակառակորդների պարտադրանքով քայլերի իրականացումը։ Մենք հայ կանայք եւ մայրերս
Ամենաշատն ենք ցանկանում խաղաղություն եւ զարգացում։ Մեզ հիմա հրամցնում են կեղծ խաղաղություն, որը բացառապես կախված է լինելու Ալիևի կամքից եւ Թուրքիայի տրամադրությունից։ Իսկ դա նշանակում է հայկական կողմի անվերջ զիջումներ եւ նոր ողբերգություններ։ Հայ մայրերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այլ ազգերի ներկայացուցիչ կանայք գիտեն խաղաղության արժեքը։ Համոզված եմ, որ որդեկորույս մայրերն ամենաշատն են ուզում խաղաղություն։ Իրական խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Դա հնարավոր չէ օրվա իշխանությունների օրոք։ Դա է պատճառը, որ Մայր Հայաստանը ձգտում է իշխանափոխության, կոչ անելով բոլոր ընդդիմադիր ուժերին կարևոր հարցերում լինել միասնական, պայքարը տանել բացառապես փոփոխությունների ուղղությամբ եւ միմյանց չթիրախավորել։ Իմ կոչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու հատկապես կանանց հետևյալն է. անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մերժել ՔՊԱ-ական իշխանությանը, չտրվել կեղծ խոստումներին ու ստերին։ Ընտրությանը մասնակցելը մեր իրավունքն ու պարտականությունն է, իսկ միասնականությունը մեր փրկության բանալին։ Ուստի պետք է միանալ, որ փոխել։ Շնորհակալություն Տիկին Աղեկյան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքերն ու հանցանքները շատ են։ Արցախի հանձնումից մինչև կոռուպցիա, Հայաստանի շահերն աճուրդի հանելուց մինչև մարդկանց սոցիալական վիճակի վատացում։ Այդ մեղքերի շարքում արժե առանձնացնել հանրության պառակտումը, հարևանը հարևանի, բարեկամը բարեկամի դեմ հանելը։ Մենք այս վիճակն էլ պետք է փոխենք։ Իրական մտավորականության դերն այս գործում կարևոր է։ Այժմ ելույթ կունենա մշակութային գործիչ, հայտնի մտավորական, Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Սամվել Հարոյանը։ Հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, համախոհներ, երևույթը սկսեմ մեծ ընչարենցի Մարգարեա շունչ պատգամով, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Այսօր առավել քան երբևէ մեզ միասնականություն է պետք։ Մեզ պառակտել են, հարձակվել են մեր արժեքների վրա, վտանգված է հայ առաքելական սուրբ եկեղեցին, բանտերում են մեր հարգարժան հոգևորականներն ու այլ նվիրյալներ, Բաքվում տառապում են մեր հայրենակիցները։ Մեր ազգային ոգին ուզում են մինչև վերջ կոտրել։ Իշխանական քարոզչությունն ուղղորդված է մարդկանց զգացմունքներին, վնասներին եւ ոչ թե բանականությանը։ Ճարպկորեն մեզնից խլում են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը։ Ուզում են հայ ժողովրդին վերածել ամբոխի։ Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևեր է ժողովրդի եւ ամբոխի տարբերությունը։ Ժողովուրդը իմաստուն է, ասում էր Թումանյանը, ամբոխը հիմար։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը դյուրագրգիռ, վտանգավոր, չար։ Ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը թալան։ Միթե մեզ համար գերադասելի է ամբոխացումը։ Մեր մտավորականության, քաղաքական գործիչների, հանրության ակտիվ շերտերի խնդիրը պետք է լինի համախմբման, իրական ու բարձր արժեքների շուրջ միավորման իրականացումը։ Մի կողմ է պետք թողնել բոլոր տարաձայնությունները, վեր կանգնել անձնական ամեն տեսակի հավակնություններից, դառնալ բռունցք, եւ ինչպես պատգամել է մեկ այլ հանճար Շիրազը, բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի։ Հայրենակիցներ, Մայր Հայաստան ժողովրդական շարժումը, այժմ նաև կուսակցությունը մշտապես հանդես է եկել պայքարի առաջնագծում։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրը խաղաղ ապրի, մեր ընտանիքները, մայրերը, մանուկները լինեն պաշտպանված։ Հայաստանի ֆիզիկական հոգևոր անվտանգության ապահովումը մեր գլխավոր եւ առաջնային խնդիրն է։ Մենք արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովման մեր առաջարկներն ունենք։ Իր ստեղծման օրվանից Մայր Հայաստանը մշտապես բարձրաձայնում է հանրությանը հուզող խնդիրների մասին, կանգնում է քաղաքացու կողքին, գտնում լուծումներ։ Հարգելի հայրենակիցներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու։ Դրանք զուտ իշխանություն ձևավորելու ընտրություններ չեն։
Դա կարևորագույն քաղաքական գործընթաց է, որը պետք է նախանշի Հայաստանի հետագա ընթացքը, հայկական ինքնության պաշտպանությունը, վերականգնի հայ մարդու արժանապատվությունը, մերժի հանրային պառակտումները։ Եթե միասնականություն ցուցաբերենք, մերժենք իշխանության վերահսկողության ներքո իրականացվող ապօրինի քայլերը, ապա համոզված եմ, որ հաջողելու ենք։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման մասնակցել խորհրդանական ընտրություններին եւ իրենց քվեով նպաստել դրական այն փոփոխություններին, որն է իշխանափոխությունը եւ նոր որակի իշխանության ձևավորումը։ Հանուն մեր սերունդների, հանուն մեր ստեղծարար ընթացքի, շարունակություն հանուն ժողովրդի իրական հաղթանակների։ Համոզված եմ, դեռ կգան օրեր առավել լուսեղ, առավել պայծառ։ Ամեն ինչ կախված է ձեզանից, ձեր կամքից եւ նվիրումից։ Այս առումով տեղին եմ համարում մեկ անգամ եւս հնչեցնել մեր կարգախոսը՝ միացիր, որ փոխենք։ Շնորհակալություն, պարոն Հարոյան։ Հարգելի հայրենակիցներ, մեր երկրի թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, երաշխավորված խաղաղության ապահովումը։ Կարևոր է նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը։ Այս իշխանությունները մարդկանց բազում խոստումներ տվեցին ու խաբեցին։ Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտը։ Խաբում են բոլոր հարցերում։ Խաբում են, թե իբր խաղաղություն են բերել, թե իբր մարդկանց սոցիալական վիճակը լավացրել են, թե իբր բիզնեսը զարգանում է, թե իբր թալան ու կոռուպցիա չկա։ Սրանք միտումնավոր մեր երկիրը թողել են առանց դաշնակիցների ու ժամանակավոր հրադադարը ներկայացնում են որպես խաղաղություն։ Հայաստանի միակողմանի զիջումները հրամցնում են որպես հաղթանակ։ Արցախը դավաճանաբար հանձնեցին, դա ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության ապահովում եւ Ադրբեջանի պահանջած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չտալու գին, բայց համ Արցախը հանձնեցին, համ միջանցքն են տվել։ Այսպես շարունակվելու դեպքում մենք պետականություն կարող ենք կորցնել։ Մայր Հայաստանի թիմն ունի լուծումներ անվտանգային, սոցիալ-տնտեսական եւ հանրային համերաշխության ապահովման հետ կապված։ Մեր քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բազմիցս ներկայացրել է մեր գաղափարներն ու ծրագրերը։ Դրանք առաջիկա ընտրությունների ժամանակ առավել հանգամանալից կներկայացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այժմ ելույթի համար ձայնը տրվում է Մայր Հայաստան շարժման եւ համանուն կուսակցության առաջնորդ տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանին։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի թիմակիցներ, համախոհներ, տիկնայք եւ պարոնայք։ Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, խայտառակություն, դավաճանություն, թալան։ Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախը ու գոյաբանական խնդիրներ են առաջացրել Հայաստանի համար, քանզի այլ բանի ունակ չեն։ Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարողանա դրական արդյունքներ ապահովել, որովհետև պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության, իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։ Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։ Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, վարկային բեռի, 50-50 փայ մտնելու մերժումով իշխանության եկածները հակառակն արեցին ու ժողովրդի հետ փայ մտան 100-0 տարբերակով, մեկից կյանքը խլելով, մյուսից տունը, երրորդից բիզնեսը, իսկ բոլորիցս մեր պետականությունը։ Սիրելի ժողովուրդ, այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։
վտանգված է Հայաստանի ապագան։ Դա առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված, օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։ Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել ու բերելու։ Մեր բերելիքը իրական ու երաշխավորված խաղաղությունն է լինելու։ Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։ Հիշեցնեմ, որ պարտված Գամսախուրդյան Վրաստանում պահպանեց իր իշխանությունն ընդամենը 6 ամիս։ Նույն Վրաստանում պարտված Սահակաշվիլուն հեռացրեցին իշխանությունից։ Պարտված Էլչիբեյը, մեզանից պարտված Էլչիբեյը Ադրբեջանում իշխանության մնաց 9 ամիս։ Սրանք, այս մեր տեղական Էլչիբեյները, դեռևս մնացել են, և սա մեր ամոթն է ու խարանը։ Մենք պետք է փոփոխության ենթարկենք այս ամեն ինչը։ Կամ պատմական նաև այլ օրինակներ, ես դրանք չեմ ուզում հիմա ներկայացնել, ուղղակի նոնսենս է, որ սրանք դեռևս մնացել են, բայց բացառություն Հայաստանը չի կազմել ու չի կազմելու։ Այս տարվա հունիսի 7-ին միասնաբար բոլորովս պետք է փակենք խայտառակության ու պարտության էջը։ Հարգելի հայրենակիցներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Սրանք առաջարկում են թուրք-ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։ Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրական ու երաշխավորված խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանդարտության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ, նկատի ունեմ հասարակական հանդարտության մեջ։ Դրսից թելադրվող և վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքերով կյանքի կոչվող օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։ Այժմ առաջիկա ընտրությունների և Մայր Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին։ Գիտեմ, որ շատերը կոնկրետ պատասխաններ են ուզում լսել, մենք հենց դրա համար են նաև հավաքվել ենք։ Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ պարզ ու միաժամանակ բարդ հարցերին։ Առաջին, ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Երկրորդ, ուզում ենք երաշխավորված խաղաղություն, թե Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու հրադադար։ Եվ երրորդ, ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի, թե իշխող նեղ խմբի գրպաններում։ Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջքն ուղղի ու կյանք ստանա։ Ամեն մի քաղաքացու քվեից է կախված լինելու մեր երկրի ապագան։ Տանը մնալը, պասիվանալը, հիասթափվելը դասալքությանը հավասար բան է։ Մենք դասալիկ չենք, ու դա պետք է ապացուցենք այս տարվա հունիսի 7-ին։ Մայր Հայաստանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու
իշխանափոխության գործում, ստանձնելով համախմբողի մերանի ֆունկցիան։ Մենք ստեղծման օրվանից մասնակցել ենք համապետական ու քաղաքական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, այդ թվում Երևանում։ Բոլոր տեղերում էլ դրական արդյունք ենք ապահովել եւ խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք։ Սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը եւ պարտությունների էջը փակելը։ Իսկ դա նշանակում է, որ մի կողմ պետք է դնել հատվածական շահը եւ օրինակ ծառայել մյուսների համար։ Մենք այդպես էլ անում ենք։ Հարգելի քաղաքացիներ, իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Դա նաև հանրային պահանջ է։ Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ Մայր Հայաստանը ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի։ Սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։ Կրկնում եմ, քաղաքական դաշտի բոլոր դերակատարները տեղյակ են Մայր Հայաստանի հրապարակային եւ կուլիսային գործունեությունից եւ կարող են փաստել ու վկայել, որ մենք ամեն ինչ արել ենք, որ մեկ միասնական ճակատ լինի։ Սակայն մի փոքր այլ process-ներ են տեղի ունեցել, բայց մենք դրանից ողբերգություն չենք սարքում։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները շատ ցածր վականիշ ունեն եւ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով այդուհանդերձ հեռացնելու ենք այս վարչախմբին։ Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից, փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։ Ինչ վերաբերում է ընտրության մասնակցության կոնկրետ մեր Մայր Հայաստանի ձևաչափին, ապա Մայր Հայաստանը քննարկումների եւ երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած եւ արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած առաջարկ Հայաստանին ծրագիրը խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է հենց այդ ծրագրով Բարգավաճ Հայաստանի հետ միասնաբար։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ, երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու բժիշկներ, քաղաքաբնակներ ու գյուղաբնակներ։ Ծրագիրը այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կամ խնդիրների մասին են բարձրաձայնում, կամ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, եւ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա առաջարկ Հայաստանին ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ 1 այլընտրանքը։ Մայր Հայաստանն իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է առաջարկ Հայաստանին ծրագիրը դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները, անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։ Ընտրություններով ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը եւ հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի։ Հետևաբար չի կարելի թույլ տալ քվեների փոշիացում, բայց մյուս կողմից էլ չի կարելի
փակել համախմբման դուռը, փոխարենն առաջարկելով դուք մի կողմ քաշվեք ու մեզ մի խանգարեք ձևակերպումը։ Չի կարելի գործող մենաշնորհը նոր մենաշնորհով փոխարինել։ Ամեն մի քաղաքական միավոր պետք է իմանա, որ ինքն անտեսված չէ ու կարող է իր գիտելիքներով, ողջամիտ հավակնություններով ու թիմով օգուտ բերել ընդհանուր գործին, նոր իշխանության ձևավորմանը։ Սա է առողջ տարբերակը, այլ պատկերացում մենք չունենք։ Մեր դռները բաց են բոլոր առողջ ուժերի համար ու մինչև վերջ բաց են լինելու։ Բոլորն էլ պետք է դրսևորվելու հնարավորություն ստանան և մասնակցեն փոփոխությանը։ Անհրաժեշտ է սեփական օրակարգը թելադրել օրվա իշխանությանը, տեղափոխելով այնտեղ, որտեղ իրենք թույլ են։ Դա բովանդակային բանավեճն է, պրոֆեսիոնալիզմը, ծրագրային մրցակցությունը, առաջնորդության նոր որակը։ Այս իշխանության այլընտրանքը մարդկային, մասնագիտական, բարոյական որակներն են։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն այն հենքն է, որի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ կա ծրագիր, կա թիմ, կա համախմբում և հավատա իր ուժերին ու անպայման մասնակցի ընտրություններին, գնա ընտրատեղամաս և իր իրավունքն ու պարտականությունը իրացնի։ Մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա իշխանափոխության միասնական օրակարգով և այդ օրակարգի սպասարկմանը միտված միասնական գործողություններով։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է, այդպես չէ։ Շնորհակալություն։ Հարգելի թիմակիցներ, առջևում հսկայական աշխատանք կա անելու։ Բոլորս միասին, իրար թիկուն կանգնելով, պետք է փոխենք այս իրականությունը։ Մեր հակառակորդը ոչ այնքան այս իշխանությունն է, որքան անտարբերությունը, հիասթափությունը, հուսալքությունը, ապաթիան, անհավատությունը։ Հենց որ այս ամեն ինչը մենք հաղթահարենք, վստահեցնում եմ ձեզ, իշխանափոխությունը կդառնա զուտ տեխնիկայի խնդիր։ Կասկած չունեմ, որ մենք հասնելու ենք փոփոխությունների։ Իշխանափոխությունը ևս մեկ բան է նշանակում։ Սա ուզում եմ բոլորս մեզ համար մեր ներսում պահենք։ Իշխանափոխությունը ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլ նաև մեր բոլորիս յուրաքանչյուրի ամեն մեկի առանձին վերցրած արժանապատվության հարցն է։ Մենք այսպես երկար թույլ չենք կարող տալ այս անարժանապատիվ խայտառակ իշխանությանը։ Մենք ուրեմն մեր արժանապատվության հարցը պետք է համարենք նաև թե ընտրության մասնակցելը, թե իշխանափոխություն իրականացնելը։ Մեզ սազական չէ խեղճ ու կրակ, ծուռ վզով, պարտության դեմքով աշխարհին ներկայանալը։ Մեզ փոփոխություններ են պետք եւ մենք միասին կարող ենք հասնել այդ փոփոխություններին։ Հիմա ուղիղ դիմում եմ մեր քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացի, անձամբ քեզ եմ դիմում։ Միացիր մեզ, միացիր մեր պայքարին, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Շատ շնորհակալություն ժողովուրդ ջան, ի գործ եւ պայքարը շարունակում ենք միասնական ջանքերով։ Շնորհակալություն։